Մենք առաջարկում ենք նաև վաղարշապատցիներին քաղաքային զարգացման ծրագրեր, այսպես ասած զարդ ծրագրի այն է, որ մենք հնարավորություն ենք տեսնում Էջմիածինը դարձնել միջազգային տուրիստական կենտրոն, դրա բոլոր հնարավորությունները կա, նախապայմանները, նախադրյալները կան եւ այս առումով մենք տեսնում ենք բազում խնդիրներ ենթակառուցվածքների հետ կապված, որոնք կամ բացակայում են կամ վատ վիճակում են եւ մասնավորապես մենք կոնկրետ վաղարշապատցիներին խոստանում ենք, որ ներդրողների հետ նախնական պայմանավորվածությամբ ամեն ինչ անելու ենք, որպեսզի վերականգնվի Զվարթնոցի հատվածում գտնվող Սատանի անիվ այդ հատվածը կարուսելների եւ դա կլինի մեր բոլորի ներդրումը նաեւ քաղաքի եւ ինչու՞ չէ նաեւ հանրապետության զարգացման հարցում են առումով, որ հանգստի գոտի կլինի եւ մարդիկ ոչ միայն Էջմիածնից կգան, այլ նաեւ մյուս վայրերից կգան։ Այս առումով ես մի բան ունեմ ուղղակի խնդրելու վաղարշապատցիներին, որ իրենք ակտիվ մասնակցություն ցուցաբերեն, որովհետեւ փորձը ցույց է տալիս, որ երբ որ օրինակ Երևանում пассив եղավ մասնակցությունը, ցավոք սրտի մենք չկարողացանք այն չափով ձայներ հավաքել, որ իշխանազրկեին ԿՊ-ին, թեև այդ պայմաններում նույնիսկ իրենք չկարողացան իրենց ուզածը հավաքել։ Գյումրիում ակտիվ մասնակցությունը բերեց փոփոխությունների, այստեղ մենք արդեն խնդիր ենք դնում ոչ միայն աջակցել ընդդիմադիր դաշտին, որպեսզի այդ փոփոխությունները տեղի ունենա, այլ նաև վաղարշապատցիների աջակցությամբ ստանձնենք իշխանության պատասխանատվությունը։ Բայց հիմնականում նշվում է, որ ընդդիմության հույսը հենց Գյումրու օրինակն է, բայց իշխանությունը դրանից դասեր չի քաղել, արդյոք չունի իր պահեստային նաև տարբերակները, եթե հիմա նույնիսկ, այսպես ասեմ, չեն ընկրկում մայրաթորի դեմ պայքարում։ Տեսեք, իրենց պահեստային տարբերակը վարչական ռեսուրսն է եւ այլ լծակների կիրառումը, որի դեմ պայքարի ամենաարդյունավետ միջոցը ընտրության բարձր մասնակցությունն է։ Իրենք հիմա գրել են 70,000 եւ մի փոքր ավելի թիվ, որը 5,000-ով ավելի է մոտավորապես, քան նախորդ ընտրությունների ժամանակ է եղել, եթե մենք գումարում ենք իրար Խոյե եւ Վաղարշապատը, բացատրություններ դեռ չեն տրվել, մենք այդ մասին բարձրաձայնել ենք, որ որտեղից է այդ թիվը ստացել։ Մենք ենթադրում ենք, որ այդտեղ ինչ-որ մեքենայություններ կարող են լինել, բայց ցանկացած մեքենայության դեմ կարող է առնել ժողովուրդը, որովհետեւ իշխանության աղբյուրը ժողովուրդն է եւ ընտրողը իր քվեով կարող է խափանել ցանկացած մեքենայություն եւ ցանկացած ծրագիր, որը իրականացնում է ԿՊ-ն։ Իրենք դասեր քաղել են թե ոչ, դա իրենց գործն է, մենք մեր դասերը քաղում ենք այն առումով, որ կոչ ենք անելու բարձր մասնակցության եւ նաեւ ասում ենք ընդդիմադիր դաշտին, որ պետք է պայքարել հետեւած սկզբունքով, բնականաբար բացառել ԿՊ-ի հետ, որովհետեւ համագործակցություն եւ նրա դրացուների միմյանց դեմ քարոզություն չիրականացնել, պատրաստ լինել պայքարել ընտրակեղծիքների դեմ եւ ընտրությունների օրը եւ հաշվարկների ժամանակ եւ դրանից առաջ, պատրաստ լինել փոխադարձ գործընկերություն իրականացնել ու նաեւ պատրաստ լինել, եթե որևէ մեկը առանձին վերցրած 50+ չի հավաքում ընդդիմադիր դաշտից, պատրաստ լինել գործընկերային հարաբերություններ հաստատելու եւ սա է պատճառը, նաեւ սա հաշվի առնելով է, որ ես պնդում եմ, որ Մայր Հայաստանը այդ կոալիցիան ձևավորելու մերանի ֆունկցիան պատրաստ է ստանձնել եւ մենք այդ հարցում ավանգարդի դերում ենք լինելու։ Արգիշտի Մեխակյանը օգտագործում է նաեւ իր հոր անցած ճանապարհը, որովհետեւ շատերը իրեն չգիտեն մեր հարցումների ժամանակել է այդպես երևում, բայց իր հորը գիտեն։ Հիմա ինչ պիտի արվի, որպեսզի քաղաքացին հասկանա, որ ընտրելով Արգիշտի Մեխակյանին ընտրում է ԿՊ-ին, որտեղ շատերը չեն նույնացնում։ Այդտեղ թաքցնելու հնարավորություն չկա։ Մենք ցավով ենք արձանագրում, որ Մեխակ Մեխակյանի անցած փառահեղ ուղին կարելի ասել ուրացվում է, բայց դա ԿՊ-ից հեռու չէ, իրենք մի հատ էլ կողքն են ուրացող դրել, ուրացողների դաշինք է դա յուրօրինակ, որը, ասենք, Հանրապետություն կուսակցությունն է իրականացնում, Վազգեն Սարգսյանի հիշատակը ուրացել են եւ պղծել են իրենք ամբողջ անցած ճանապարհով։ Վաղարշապատցիները պետք է իմանան, որ այդպիսի հնարավորություն կա այս ամեն ինչի դեմն առնելու ընտրությանը ակտիվ մասնակցելով, ինչքան էլ իրենք ուզենան թաքցնեն, միևնույն է չեն կարողանալու թաքցնեն, որ ձեր նշած անձնավորությունը ԿՊ-ի տեխնացուն է, բայց դա նաև ցույց է տալի, որ ԿՊ-ն շատ լավ գիտի իր իրական վարկանիշի մասին։ Խայտարակ մի վիճակում են, շրիշակից ցածր մակարդակին, դրա համար կուզեկուզ գեղեցող շարժում են առաջ։ Ես դրա համար հիմա կոչ եմ անում, եթե դուք չեք ամանչում ձեր կուսակցությունից, ձեր Նիկոլ Փաշինյանից, հիմա թող Նիկոլ Փաշինյանը գլուխը բնից հանի, անպայման գա մասնակցի վաղարշապատի ընտրություններին, ինչպես որ մենք ենք ամբողջ թիմով Մայր Հայաստանի աջակցում Գրիշա Հարությունյանի գլխավորած թիմին եւ Դավիթ Կարապետյանի ուրեմն գլխավորած թիմին, մենք աջակցում ենք իրենց եւ չենք թաքցնում, որ մենք Մայր Հայաստանում մասնակցում ենք եւ ամբողջ թիմը կլինի դա Երևանից կամ մյուս մարզերից ներգրավելու է այս ընտրությունը։ Ես ինքս անձամբ ներգրավելու եմ։ Եթե Նիկոլ Փաշինյանը ասելիք ունի ու չի վախենում,
այդ ասելիքից, թող չթաքնվի տարբեր մարդկանց հետևում, գա այստեղ ներկայանա վաղաշաբաթցիներին, էջմիածնում իր խոսքը ասի, մենք հասկանանք ինքը ունի այդքան հնարավորություն, թե ոչ։ Ես Երևանից սկսած դրան ասում եմ գլուխդ բնիցդ հանի, մի վախեցի, արի այստեղ խոսենք, տեսնենք ինչ եք ասելու, ինչ եք անելու, այլ ոչ թե գնաք թուրքական պատվերներ կատարեք ու հարձակվեք հայ առաքելական եկեղեցու դեմ։ Եկեղեցու դեմ անաստվածներն են հարձակվում եւ ինչպես հայտնի խոսքում նշվեց, կրոնափոխ են ուզում անել հայ ժողովուրդը։ Սա քրիստոնյաների եւ անաստվածների պայքար է։ Սա չարի եւ բարու պայքար է։ Սա ապիկար կառավարման եւ արդյունավետ կառավարման պայքար է։ Այդ առումով մենք հույս ունենք, որ ՔՊ-ն չի ամանչի ինքի իրենից, ամբողջ թիմով կգան կներկայանան այստեղ, իրենց արած այս անուրակ, տեսնում եք, այդ ասֆալտները կտեսնեն եւ այդ որ իրանք սիրում են ասֆալտ լիզել տալ, ասֆալտին փռել եւ այլն, թողան իրենց ասֆալտին է փռվեն, տեսնեն ինչ են արել այս մարդիկ, ինչ որակի ասֆալտ են արել։ Եթե միայն ասֆալտն են այդպես գովազդում, թողան այդ որակն տեսնեն, իսկ ինչ վերաբերում է վաղաշաբաթցիների ընդհանուր զարգացման ծրագիր, թողան տեսնեն թե Խոյ համայնքում ինչ խնդիրներ են առաջացրել, որ տարիներով չեն կարողանում լուծել։ Ոռոգման ջրի խնդիր կլինի, խմելու ջրի խնդիր կլինի։ Այս բոլոր հարցերին թողան պատասխանեն ու անձամբ Նիկոլ Փաշինյան։ Եթե չի վախենում, Նիկոլ, հիմա տեսեք, ես Նիկոլ Փաշինյան, արի մասնակցի այս ընտրություններին։ Եթե չես վախենում քաղաքացիների հետ շփումներից, լավ, մեր հետ միգուցե կոնտակտի չես ուզում գնալ, դա քո գործն է, բայց գլուխդ բնից հանի, այդ Facebook-ներում հերիք թաքնվես, այդ ինչ որ սրտիկներ են անում, բան են անում։ Արի այստեղ վաղաշաբաթցիների հետ խոսի, տեսնենք ինչը ինչոց է։ Կամ հեծանիվով կգաս, համել ահագին մի հատ է գոտի կծակես։